Ողջույն սիրելի հեռուստադիտող, կրկին Նուր TV-ի եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է և ես մասնագիտությամբ լոգոպեդ Կարինե Գևորգյանը։ Այսօր միասին կխոսենք լոգոպեդների դերի կարևորությունը նախադպրոցական և դպրոցական հաստատություններում և թե որքան կարևոր է, որ ճիշտ ժամանակին ձեր երեխաները հաճախեն նախադպրոցական հաստատություն։ Ինչպես գիտենք, լոգոպեդները զբաղվում են խոսքային տարբեր խանգարումներ ունեցող անձանց հետ։ Լոգոպեդիան մի գիտություն է, որը զբաղվում է խոսքային խանգարումներով անձանց բացահայտմամբ, կանխարգելմամբ, շտկմամբ և հետազոտմամբ։ Այսօր այս ինտերնետային դարում շատ ծնողներ իրենց գումարը հենց վաստակում են ամբողջ օրը էկրանների առջև անցկացնելով։ Եվ շատ ժամանակ չեն ունենում, որ իրենց երեխաներով զբաղվեն և երեխան տեսնելով, որ ծնողը ամբողջ ընթացքում էկրանների շուրջ է, համակարգչի դիմաց կամ հեռախոսով է աշխատում, ուստի երեխան էլ է ցանկություն ունենում ամբողջ ընթացքում իր ժամանակն անցկացնել էկրանների շուրջ։ Եվ ինչ է ստացվում։ Այսօր հետազոտություններ են կատարել, ավելի շուտ հարցումներ են արել լոգոպեդների շրջանում և բացահայտել են, որ շատ լոգոպեդներ ասում են, որ հենց իրենց շահառուների մեծամասնության մոտ կա խոսքային հապաղում։ Ուստի որպեսզի խուսափենք նման ուրեմն դեպքերից, շատ կարևոր է, որպեսզի ճիշտ ժամանակին երեխային տանել նախադպրոցական հաստատություն, որտեղ կաշխատեն հատուկ մասնագետները։ Առաջինը հենց կաշխատի լոգոպեդը ձեր երեխայի հետ, կաշխատեն հատուկ մանկավարժները, ինչու՞ չէ, նաև դաստիարակը, ով ունի հատուկ ծրագիր ձեր երեխայի տարիքային խմբին, ուրեմն համապատասխան։ Ինչպես նաև երեխաները նախադպրոցական հաստատությունում կսովորեն շփվել իրենց հասակակիցների հետ, կսովորեն երեխաները սպասքից օգտվել, չէ՞ որ մեկը մյուսին տեսնելով երեխաները ուրեմն սովորում են օգտվել գդալից, ափսեից, բաժակից, մինչդեռ տանը ծնողը մտածում է, որ երեխան հագուստը կկեղտոտի, հատակը կկեղտոտի և փորձում է ինքը կերակրել երեխային։ Եվ այստեղ կանգնում են խնդրի առջև, երեխան ինքնուրույն չի կարողանում ուրեմն սնվել։ Նաև երեխաները մասնակցում են տարբեր տիպի միջոցառումների, ամենակարևորը շփվում են իրենց հասակակիցների հետ։ Եվ երբ որ դուք ուշ եք տանում երեխային նախադպրոցական հաստատություն, մտածելով, որ դեռ երեխան փոքր է, թող մի փոքր էլ մեծանա նոր, այստեղ երեխան ավելի շատ է ժամանակ անցկացնում էկրանների առջև եւ արդեն իսկ խոսքը հապաղած երեխան հաճախում է մանկապարտեզ եւ լոգոպեդին այստեղ քիչ ժամանակ է մնում աշխատել երեխայի հետ եւ լինում են դեպքեր, երբ որ երեխայի խոսքը ոչ ամբողջովին ձևավորված, ստիպված է լինում երեխան հաճախել դպրոց։ Եկեք չմոռանանք, սիրելի ծնողներ, որ այժմ երեխաները դպրոց են հաճախում ավելի վաղ տարիքում, մինչդեռ նախկինում երեխաները դպրոց էին հաճախում 7 տարեկան հասակում, այսօր երեխաները դպրոց են հաճախում 6, նույնիսկ երբեմն էլ 5.5, 8 տարեկան հասակում արդեն երեխաները ստիպված են լինում հաճախել ուրեմն դպրոց։ Այստեղ էլ շատ մեծ աշխատանք ունի անելու ուրեմն դպրոցական լոգոպեդը։ Պետք է անմիջապես հայտնաբերի, խնդրով երեխաներին փորձի ուրեմն շտկողական աշխատանքները սկսել, որքան վաղ, այնքան լավ։ Եվ ինչ է ստացվում, երբ որ երեխան, ով օրինակ հնչյուններ է սխալ արտաբերում, այս դեպքում երեխայի բանավոր խոսքն է ուրեմն խնդրով, բայց երբ որ երեխան դպրոցում արդեն սկսում է զարգանալ ուրեմն երեխայի գրավոր խոսքը, այս նույն ուրեմն խնդիրը արտացոլվում է նաև ուրեմն գրավոր խոսքում։ Ինչ է ստացվում, առաջնային խնդրից բխում է նաև երկրորդային խնդիրը։ Այսօր նաև շատացել են երեխաների մոտ ուրեմն կակազության խնդիրը, կակազություն ունեցող երեխաների խնդիրները, միգուցե սոցիալական պայմաններից ելնելով եւ երեխաները, որոնք արդեն հաճախելով դպրոց գիտակցում են իրենց խոսքային խնդիրը եւ երեխաները ուղղակի սկսում են շփվել իրենց հասակակիցների հետ, չմասնակցել դասապրոցեսին, եւ այստեղ էլի առաջնային խնդրից բխում է երկրորդայինը, այսինքն երեխայի մոտ ի հայտ է գալիս հոգեբանական խնդիր։ Շատ երեխաներ ուսուցչի հանձնարարած դասը տանը սովորում են շատ լավ, պատասխանում են ծնողին, օրինակ եթե ուսուցիչը հանձնարարել է դասը ընթերցել եւ վերարտադրել, երեխան տանը փայլուն ընթերցում է դասը, ծնողի կողմից հնչեցված հարցերի միջոցով ուրեմն վերարտադրում է այն, սակայն հաճախելով դպրոց երեխան ուղղակիորեն լռում է։
եւ չի մասնակցում դասերին։ Երբ որ ծնող ուրեմն ուսուցիչը սկսում է ահազանգել ծնողին, որ սիրելի ծնող, ձեր երեխան ինչու է անպատրաստ գալիս դասի, շատ ծնողներ ստիպված են լինում տեսաձայնագրություններ անել եւ ուրեմն ուղարկել ուսուցչին, որպեսզի ուսուցիչը համոզվի, որ իսկապես երեխան տանը պատրաստվում է դասին։ Պարզապես դպրոցում գիտակցելով իր խոսքային խնդիրը, ուրեմն երեխան ուղղակիորեն լռում է։ Այստեղ շատ կարևոր է լոգոպեդի դերը։ Ուստի սիրելի ծնողներ, որքան ուրեմն ճիշտ եւ գրագետ կազմակերպվի ուրեմն լոգոպեդի շտկողական աշխատանքները, այնքան շատ ուրեմն կխուսափենք երկրորդային խնդիրներից։ Սիրելի ծնողներ, եւ ինչպես մեր հաղորդաշարի ձևաչափն է, վերջում մենք ձեզ պետք է ցուցադրենք մի քանի խաղեր։ Եվ այսօր տաղավար մեզ հյուր է եկել մի շատ լավ բալիկ, ով կներկայանա։ Ողջույն։ Ողջույն։ Ինչպես է քո անունը։ Համլետ։ Օ, ինչ գեղեցիկ անուն ունես, Համլետ։ Պատրաստ ես այսօր ինձ օգնել, որ մենք միասին ցուցադրենք խաղերը։ Այո։ Կեցես, Համլետ։ Ուրեմն խաղը պատրաստելու համար ինձ հարկավոր է եղել արկղ, գունավորել ենք արկղը, միասին Համլետի հետ ենք պատրաստել, գունավոր թղթերով ուրեմն փակցրել ենք, այստեղ կզարգանա երեխայի ձեռքի նուրբ շարժողականությունը, որովհետև երեխան կաշխատի մկրատով, սոսնձով կփակցրի ուրեմն թղթերը։ Այնուհետև արկղը բաժանել ենք երկու մասի, մի մասում ուրեմն փակցրել ենք ընտանի կենդանիների հատվածն է, մյուս մասում ուրեմն վայրի կենդանիների հատվածը։ Եվ պետք է խնդրենք երեխային, որպեսզի ուրեմն վերցնի սեղանի վրայից ուրեմն ընտանի եւ վայրի կենդանիները, տեսեք սրանք էլ նորից A4 թղթի վրա, գունավոր տպագրությամբ նմանատիպ կենդանիներ ենք ուրեմն տպել եւ նույնպես կտրատել ենք։ Այստեղ անում ենք նաեւ լամինացիայի տարբերակը, որպեսզի երկարաժամկետ օգտագործեք։ Համլետ, սկսենք։ Այո։ Համլետ ջան, նախ ինձ ասա խնդրեմ, ուրեմն արկղը քանի մասից է բաղկացած։ Երկու մասից, կեցես Համլետ։ Ուրեմն մի մասում ինչ է պատկերված։ Կենդանիները։ Կեցես, այսինքն տնակ է, չէ՞ նկարած։ Ուրեմն հասկանում ենք, որ այստեղ պետք է ինչ անենք, տեղադրենք ընտանի կենդանիներին։ Ապրես Համլետ։ Իսկ մյուս մասում ինչ է պատկերված, ինչ տեսարան է։ Անտառ։ Կեցես, ուրեմն մենք հասկանում ենք, որ վայրի կենդանիներն էլ որտեղ են ապրում։ Անտառում։ Ապրես Համլետ ջան։ Հիմա խնդրում եմ ինձ ասա, սա որ կենդանին է։ Կով։ Կեցես, կովը որ հատվածում են գցում։ Շատ ապրես Համլետ, կեցես։ Խնդրում եմ, ասա տեսնեմ, սա որ կենդանին է։ Խոզ։ Խոզը ինչպիսի կենդանի է։ Ընտանի։ Բրավո, կեցես Համլետ։ Սա որ կենդանին է Համլետ։ Արդ։ Որտեղ է ապրում արջը։ Անտառում։ Շատ ապրես Համլետ, ընտիր։ Խնդրեմ, որ կենդանին է։ Գառնուկ։ Գառնուկ, ապրես։ Գառնուկը նույնպես համարվում է ինչպիսի կենդանի։ Ընտանի։ Ընտանի կենդանի, ապրես։ Որ կենդանին է սա Համլետ։ Գայլ։ Օ, ապրես, գայլն ինչպիսի կենդանի է։ Որտեղ է ապրում։ Անտառում։ Ուրեմն վայրի կենդանի է։ Շատ ապրես Համլետ։ Սա Շուն։ կեցես։ Շունը նույնպես ընտանի կենդանի է եւ ապրում է ուրեմն բակերում։ Արդ։ Կեցես։ Արջը Արդը ապրում է անտառում։ կեցես, ապրես։ Սա որ կենդանին է։ Կապիկ։ Ինչ է կապիկի ձեռքի։ Բանան։ Կեցես։ Ճիշտ է, Համլետ, ապրես։ Կապիկը նույնպես վայրի կենդանի է եւ ապրում է ուրեմն անտառում։ Որ կենդանին է։ Այդ։ Այդի վզին ինչ ենք տեսնում։ Զամ։ Զանգակ, ապրես Համլետ։ Ոչ, գցում ենք ընտանի կենդանիների հատվածում։ Ապրես Համլետ։ Սա որ կենդանին է։ Զի։ Զին։ Ապրես ընտանի կենդանի է եւ Ավանակ։ Ապրես Համլետ։ Ավանակը ընտանի կենդանի է։ Շատ ապրես Համլետ։ Տեսեք սիրելի ծնողներ, այս խաղով նաև երեխան կտարանջատի վայրի կենդանիները ընտանի կենդանիներից։
Սա էլ է շատ կարևոր, որպեսզի դպրոց գնալուց առաջ երեխան արդեն իմանա որն է վայրի կենդանին, որն է ընտանի կենդանին եւ ամեն մեկը որտեղ են ապրում։ Հաջորդ խաղը, որը պատրաստել ենք էլի Համլետի հետ միասին, ձեզ համար, նույնպես ավելի մի փոքր, ուրեմն փոքրիկ արկղ ենք վերցրել եւ վրան ուրեմն փակցրել են երկրաչափական պատկերները տարբեր գույների։ Այս խաղն էլ խաղալիս երեխայի մոտ կձևավորվի ուրեմն տարանջատել գույները, հա, գույնային ճանաչողությունը կձևավորվի երեխայի մոտ, ինչպես նաեւ երեխան կճանաչի երկրաչափական պատկերները։ Նաև այստեղ տեսեք, երբ որ կտրատել են երկրաչափական պատկերները, փակցրել ենք փայտե ձողիկների վրա։ Այստեղ էլ երեխայի ձեռքի նուրբ շարժողականությունը կզարգանա։ Ահա, խնդրեմ Համլետ, սա ինչպիսի երկրաչափական պատկեր է։ Երկու։ Ապրես, քանի անկյուն ունի, արի փորձենք հաշվել։ 3 անկյուն, կեցես։ Ինչ գույն ունի Համլետ։ Կանաչ։ Բրավո, ապրես Համլետ։ Ահա, տեսեք, նաև երեխան սովորում է համադրել, հա, եւ գույները եւ պատկերները։ Այսինքն համադրելու կարողությունն էլ է ձևավորվում նրա մոտ։ Ինչ գույն է Համլետ։ Կապույտ։ Կեցես, ինչպիսի պատկեր է։ Երկու։ Կեցես, որտեղ ենք դնում։ Բրավո, ապրես։ Սա ինչպիսի երկրաչափական պատկեր է Համլետ։ Շրջան։ Շրջան, ապրես Համլետ, որտեղ ենք տեղադրում համադրիր։ Շատ ապրես Համլետ։ Սա ինչպիսի երկրաչափական պատկեր է։ Շրջան։ Ապրես եւ ինչ գույն ունի։ Դեղին։ Ապրես Համլետ, կեցես։ Արևի գույնն է, չէ՞ Համլետ։ Ապրես։ Ահա, սա որ գույնն է։ Կանաչ։ Կանաչ, կեցես։ Այո, կանաչ քառակուսի։ Համլետ, արի միասին հաշվենք ուրեմն քառակուսու անկյունները։ Կարող ես։ 4։ 1, այո, 4-ն են, բայց արի հաշվենք։ 1, 2, 3, 4։ Կեցես Համլետ, շատ ապրես։ Խնդրեմ, ինչպիսի երկրաչափական պատկեր է։ Շրջան։ Ապրես Համլետ, որտեղ ենք տեղադրում։ Համլետ, իսկ շրջանը անկյուն ունի։ Ոչ։ Կեցես, ապրես Համլետ։ Սա ինչպիսի երկրաչափական պատկեր է։ Քառակուս։ Կեցես, ինչ գույն ունի։ Դեղին։ Ապրես Համլետ ջան։ Կեցես Համլետ, դու բավականին շատ բաներ գիտես, բայց դու դպրոց հաճախում ես։ Նախակրթարան։ Նախակրթարան է հաճախում Համլետը, դեռ դպրոց չի հաճախում։ Խնդրեմ, եռանկյունը որտեղ ենք դնում։ Դեղին։ Դեղին։ Եռանկյուն, շատ ապրես Համլետ։ Եվ կխնդրեմ քեզ տեղավորես վերջին երկրաչափական պատկերը։ Ինչպիսի պատկեր էր սա։ Երկու։ Չէ, սա։ Քառակուսի։ Քառակուսի ապրես։ Քանի անկյուն ուներ Համլետ։ 4։ Կեցես, իսկ եռանկյան անկյունները չհաշվեցինք։ Մի հատ էլ կխնդրեմ եռանկյան անկյունները հաշվիր։ 1, 2, 3։ Այսինքն քանի անկյուն եղավ։ 3։ Կեցես Համլետ։ Շատ ապրես Համլետ։ Շնորհակալ եմ Համլետ, որ ինձ օգնեցիր մեր տաղավարում, որպեսզի ցուցադրենք ծնողներին, թե ինչպես աշխատեն իրենց բալիկների հետ։ Այսքանը սիրելի ծնողներ, հուսով եմ ինչ-որ ձևով ձեզ կարողացա օգնել։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։